ընկեր Դավիթ Իշխանյանի պարագան, գիտեք, մեր ընկերը բանտարկված է Ադրբեջանի բանտերում, այսօր գտնվում է եւ նաեւ ունենք նաեւ լուրեր, որ իր առողջական վիճակի հետ կապված խնդիրներ կա։ Իհարկե մենք ամբողջական առանձին նաեւ հարցադրում ունեինք եւ դրա հետ կապված նաեւ որոշակի վճռական որոշումների ընթացքի մեջ ենք կապված մեր ռազմագերիների ազատման խնդրի հետ, որը մեր գլխավոր հարցերից մեկն է լինելու, եւ մեր հայդատի գրասենյակը մեր բոլոր կառույցները ամեն ինչ անելու են, որպեսզի օր առաջ մեր ռազմագերիները վերադարձվեն, եւ այս առումով մենք ունենք իրավական, քաղաքական, հարաբերական, նաեւ աշխատանքի բաժանում մեր մեջ, որ մեր բոլոր կառույցները լինի Հայաստանում, թե Սփյուռքում, պետք է սա առաջնահերթ խնդիր դիտեն մեր օրակարգի վրա բերված։ Դավիթ Իշխանյանի հետ կապված ընդհանուր ժողովը առանձին որոշում է կայացրել եւ որոշումը հետեւյալն է, որ Դավիթ Իշխանյանը պահպանում է իր անդամության կարգավիճակը բյուրոյի մեջ եւ մեր ընկերը երբ ազատության մեջ լինի վերադառնա, նա պետքա համալրի բյուրոյի կազմը, այսինքն դա միաձայնությամբ որոշված, մինչև անգամ նոր բյուրոյի ընտրության հարցի որակարգ մտնելը, այս հարցը միաձայնությամբ որոշված է, Դավիթ Իշխանյանը պահպանում է բյուրոյի անդամի իր կարգավիճակը։ Եվ Արցախի կառույցը նույնպես մենք պահպանում ենք, գիտեք, Արցախը կենտրոնական կոմիտե էր եւ այս ամեն ինչից հետո մեր կառույցի հիմնական մասը բնականաբար տեղափոխվել է ամբողջությամբ գրեթե Հայաստան եւ որպեսզի կարեւորենք նաեւ մեր հանձնառությունը Արցախահայության հավաքական վերադարձի իրավունքը հետապնդելու առումով մենք առաջին հերթին պահպանելով մեր կառույցը որպես այդպիսին, նաև նպատակ ունենք ամեն ինչ անել, որպեսզի Արցախի սուբյեկտայնությունը պահպանվի ընդհանրապես Հայաստանում, այն ղեկավարությունը, որ Արցախի ժողովուրդը իր ազատ կամքով ձևավորել է, այդ ղեկավարությունը այսօր վտարանդի կարգավիճակում է Հայաստանում է, բայց այդ ղեկավարությունը եւ այն ինստիտուտները, որոնք Արցախը ունեցել է, որպես անկախ պետություն այդ ինստիտուտները պահպանելու խնդիր ունենք եւ մենք մեր կողմից բնականաբար մեր իսկ ինստիտուտը, որը Արցախի կենտրոնական կոմիտեն է եւ մեր ընկերները Արցախի կառույցի իրենք պետք է պահպանեն իրենց կարգավիճակը